Բարևս Էլինան եմ, դու գտնում ես իմ ալիքում, այսօր էի նկարում ձեր սիրած վիդեոներից, եկել եմ, որ իրար հետ բացենք իմ ամանորյա նվերները ու ուզում որ ձեր համար հետաքրքիր է լինելու, բայց մինչև վիդեոն անցել եմ, մտեք հետևեք իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, ինքը կգտնեք ներքևում, իսկ մենք գնացինք։ Եկեք առաջինը սկսենք ձմեռ պապիկի նվերներից, ինձ վերել է ասենց power bank, քանի որ իմը ուռել էր ու վնասվել էր, ես իրան գցեցի, բայց վատը այն է, որ ես չիմանալով հենց այդ նույն օրը պատվիրել էի ու գնացել վերցրել եմ, հիմա ունեմ 2 հատ, բայց դա իհարկե խնդիր չէ, այստեղ արդեն բացում ենք, ինքը ոնց տեսնում եք ունի 4 հատ շնուր զարյատկայի տեղ, սրանք շատ հարմար են իմ համար, քանի որ ես շատ հաճախ եմ օգտագործում, ինձ շատ է պետք գալիս, այստեղ ունի 4 տեսակի զարյատկայի տեղ, ու նույնիսկ ունի շնորհի տեղ, այստեղ ցույց է տալիս վրան իրա ինչքան է մնացել իր զարյատկային, մի խոսքով շատ հարմար է։ Սա մատանի է, ովքեր չգիտեն, ես շատ եմ սիրում մատանիներ ու մի քանի հատ իրար հետ կրել, սա շատ սիրուն էր, որտեղ sense մեծ բան է, շատ եմ սիրում, չնայած որ մի քիչ մեծ էր, բայց շատ հավանեցի։ Հաջորդը այսպիսի շորիկ է, որը որ հետո արդեն կհասկանաք թե ինչի հետ է համադրած, բայց ինչ շատ ուր եկավ, այս վերջը սկսել եմ մանուշակագույնը շատ սիրել, դարձել է իմ ամենասիրելի գույներից մեկը։ Այս իմ ամենասիրած բաներից մեկն է, երևի, որը ես ստացել եմ նոր տարուն, այդ կանսիլերը, սա քեյսը, որը որ հեսա ավելի մանրամասն կնայենք, սա կանսիլերը, ճիշտն ասած չհասկացա ինքը ինչ ձև էր, որովհետև ստեղ ինչ որ մի բան այն չէր ոնց որ, բայց գույնը լրիվ համապատասխանում էր ու հաստատ կօգտագործեմ իրան։ Իսկ սա ականջակալների քեյս է, ես շատ շուտվանից ուզում էի այս ականջակալների ու հեռախոսի քեյսի կոմպլեկտը, որը որ ինչպես հասկացաք նույն Ensure-ի ֆիրմայից էր, ինձ շատ է դուր եկել, հիմա սա ինքն է տեսնում եք, հիմա ես կփորձեմ մի անգամից կանցկացնենք, ձեզ ցույց կտամ թե ոնց է ինքը նստում, ու կարևորը այն է, որ պայուսակի մեջ շատ տեղ չի զբաղացնում։ Իսկ սա արդեն քեյսն է, որը որ ամենօրյա վլոգի մեջ ցույց էի տվել, բայց չէինք բացել, հիմա կբացենք։ Իդեպ եթե չեք նայել ամանորյա վլոգը, կարող եք նայել, նոր վերադառնալ այստեղ։ Սա շատ եմ հավանել, իմ համար ինքը շատ հավես ու իսկական iPhone-ի քեյս է, չգիտեմ, ինձ շատ է դուր եկել, մանավանդ որ իրար հետ sense կոմպլեկտն շատ սիրուն է, ու այստեղ բացի իրենից կար նաև անձեռոցիկ, այստեղ շոր, հավանաբար հեռախոսը սրբելու համար, ու sense հավես ստիկերներ, որը որ ես երևի համակարգչի վրա կկպցնեմ արդեն, շատ հավանեցի, փաթեթավորումը իդեալական էր, ուղղակի տուփը վերջներ, դաժե մինչև հիմա պահել եմ, որտեվ շատ է դուրս եկել։ Իսկ սա արդեն անցկացրած վիճակում է, կարող եք տեսնել թե ինչ գեղեցիկ է, քեյսը ցույց չեմ տա հեռախոսի, բայց արդեն վիդեոների մեջ ինձ թվում է կտեսնեք Instagram-ի նկարներով էլ։ Այստեղ ունենք այսպիսի ֆեն, սա ես ինքս էի ասել ու շատ էի սպասում, ամենասպասվածներից էր, ովքեր չգիտեն, ես վերջերս վերցրել էի Dyson-ի նմանատիպ ֆեն, ուղիղ ֆեներու համար, իսկ սա ուներ բավականին շատ հարմարանքներ իր հետ, հիմա կբացենք, իդեպ գույնը եթե չնկատեցիք, էլի ես ընտրել եմ մանուշակագույնը, որովհետև չգիտեմ ինչի շատ եմ ես վերջերս հավանում, սա կարծամ խուճուճացնելու համար է, այս մեկը չգիտեմ ինչի համար է, այստեղ ենթադրում եմ, որ սա ուղակի ֆեն է, ուղիղ ֆենելու համար է չորացնելու, բայց ինքը բավականին ուժեղ էր ու մի անգամից ուղում էր իմ մազերը, սա գիտեմ, որ ուղելու համար է, ես քանի որ դեռ այդքան լավ չեմ տիրապետում ես ամեն ինչին, թե ինքը ոնց է աշխատում, եթե տեղյակ եք կարող եք գրել կոմենտներում, ինձ շատ օգնած կլինեք։ Այստեղ դա արդեն իրա միացնելու տեղն է, այստեղ տաքսառը արդեն ջերմաստիճանը որոշելու համար, մի խոսքով իմ մազերի համար իդեալական տարբերակը, քանի որ ես միշտ արթուկում էի մազերը, քանի որ չեմ հավանում, որ տենց դեզա լինում, բնական ալիքավոր, ովքեր չգիտեն իմ մազերը այդպեսին է իսկական, ես միշտ արթուկում էի, բայց այս վերջերս այս ֆեները գտնելուց հետո շատ հարմար է, որովհետև կարողանում եմ առանց արթուկելու չորացնել ու չվնասել մազերս։ Այստեղ ունենք այսպիսի կապույտ շատ գեղեցիկ oversize վերք, որը որ հետո նկարների մեջ կտեսնեք Instagram-ով, ունենք այսպիսի բլեսկ Mixit-ից, Mixit ֆիրման այս վերջերս էլի շատ եմ հավանում, իդեպ սա գովազդ չի, բայց իրենց բաները սկսել եմ հավանել, ու սա էլ այն բաներից էր, որը որ ես ուզում էի պատվիրել, չնայած որ ավելի շատ սիրում եմ մատովի քան գլոս, բայց ամենայն դեպս շատ լավն է, գույնը հատկապես, որովհետև ովքեր չեն նկատել, ես միշտ այս գույնն եմ օգտագործում ու հոտն էլ է շատ լավը, իրա տեսքը ընդհանրապես, ես մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում իրականում, բայց շատ հետաքրքիր է մտածած դիզայնը։
Այստեղ ունենք էլի իմ սիրած գույների մեջ նոթատետր, քանի որ իմ դասերի համար շատ է պետք գալիս, շատ պետքական բաներ, հատկապես նշումների համար, հաստատ կօգտագործեմ, մանավանդ որ իմ սիրած գույների մեջ է, ու նաև շատ փափուկ էր։ Այստեղ ունենք այսպիսի ձեռքերի կրեմ, ես ձեռքերի կրեմ իրականում այդքան շատ չեմ օգտագործում, բայց դրա հոտը շատ լավն էր, ելակի։ Իսկ սա լոգանքի գել է, ինչքան որ հասկացա, էլի հոտը շատ լավն էր, այստեղ երևի ուրիշ մանրամասն բան չկա ցույց տալու։ Եվ այստեղ ունենք այսպիսի շատ գեղեցիկ նոթատետր, գրիչով իրա, սա այլում շատ հավանել, որովհետև ինչ-որ սենց Հոգվարցի տպավորություն է տանում, չգիտեմ ինչի, շատ հետաքրքիր վայբ ունի, շատ եմ հավանել, հատկապես գրիչը հաստատ կօգտագործեմ, ու շնորհակալ եմ բոլոր այս նվերների համար, դե մնացած արդեն գումարա բնականաբար դա ցույց չեմ տա, ձեզ էլ հետաքրքիր չլինի, իսկ այս նվերների համար շատ շնորհակալ եմ, ես այս տարի լրիվ գոհ եմ, չնայած միշտ եմ գոհել, բայց հատուկ շնորհակալ եմ, որովհետև շատ եմ հավանել բոլորը։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էի այսքանը, ուսամ հավանեցիք, չմոռանաք վիդեոին դնել լայքեր, հետևել իմ էջին, հետևել իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, լինքը կգտնեք ներքևում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։